Սիրելի ժողովուրդ, մենք կրել ենք ցավ, կրել ենք կորուստ, կրել ենք վիշտ, բայց եկել է պատասխանատվություն կրելու ժամանակը։ Պատասխանատվություն մեր անցյալի, պատասխանատվություն մեր ներկայի, պատասխանատվություն մեր ապագայի համար։ Մենք համոզվեցինք, որ հայ ժողովրդի ավելի քան 90%-ը ատում է այսօրվա կառավարիչներին։ Ոմանք օրվա հացը չկորցնելու համար ստիպված հանդուրժում են այս ամենը։ Ոմանք էլ սպասում են հենց այն օրակարգին, որը թույլ կտա իրենց ձեռբազատվել նիկոլապետության այս դառը ժամանակաշրջանից։ Այսօրվա կառավարիչները չեն արդարացրել հայ ժողովրդի սպասումները։ Արտաքին քաղաքականությունը ձախողված է։ Երկրում համատարած թանկացումներ են։ Սոցիալական անարդարությունը վխտում է Հայաստանում։ Հանցագործությունների և բեսպրիդելի մակարդակը հասել է աներևակայելի մակարդակի։ Իշխանության մի շարք պատգամավորների պահվածքը չի զիջում թաղային խուժանի պահվածքին։ Այս պայմաններում խոսել երկրի լուսավոր ապագայի մասին հնարավոր չէ։ Մեր գլխավոր խնդիրը իշխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վերադարձնելն է։ Մեր գլխավոր խնդիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն որոշում կայացնելու հրապարակ վերադարձնելն է։ Մեր գլխավոր խնդիրը այսօրվա կառավարիչների դեմ իրական պայքար մղող անհատներին և ուժերին միավորելն է, և կարծում եմ այսօրվա լուսումները իդեմս ձեզ, իդեմս մեր մյուս գործընկերների ապացուցում են, որ դա հնարավոր է և դա այո մոտ է կայացմանը։ Մենք կարող ենք ունենալ տարաձայնություններ, բայց բոլորս պետք է դաշինք կազմենք իմպիչմենտի օրակարգի շուրջ։ Մեզ մոտեցնողը, գամողը, բարիշացնողը, կուզեք ասել անգամ դաշինքը պետք է լինի իմպիչմենտը։ Իմպիչմենտի շուրջ միավորումը օրհասական է։ Հայաստանում հաստատված հակահայկական իշխանության հեռացումը Նիկոլ Փաշինյանի, նրա իշխանության առանցքային դերակատարների 2020 թվականի 44-օրյա պատերազմի ձախողման պատասխանատուների, Հայաստանում վերջին տարիներին իրականացված սպանությունների և հարձակումների քավորների պատասխանատվության կանչելու գործընթացը անբեկանելի է։ Այսօրվա կառավարիչների հետ ցանկացած պայմանավորվածություն, որը չի բխում իշխանափոխության շահերից, ենթադրում է, որ պայմանավորվող անձինք ևս հանձակից են դառնում այս ամենին։ Հիշեք, որ Փաշինյանը չի խղճալու ոչ մեկին և առաջինը պատժելու է նրանց, ովքեր կփորձեն խաղալ և աջ և ձախ կիսադաշտերում։ Մենք ստանձնել ենք իմպիչմենտի պատասխանատվությունը։ Ընտրությունները ցանկացած դեպքում լինելու են։ 2025 թվականին ցանկացած դեպքում հաջորդելու է 2026 թվականը։ Բայց հիշեք, մինչև 2018 թվականի Հայաստանն ու Արցախը, 2020 թվականի Հայաստանն ու Արցախը, 2023 թվականի Հայաստանն ու Արցախը և այսպես շարունակ։ Եվ ուրեմն, ոչ ադրբեջանացմանը, ոչ թուրքացմանը, ոչ այսօրվա կառավարիչների լեգիտիմացմանը և այո իմպիչմենտին, այո իմպիչմենտին։ Շնորհակալություն պարոն Դերձյան, համեցեք Վահե Մովսիսյան, պատրաստվի Նանե Կարապետյան։